հայ-թուրքական հարաբերությունները ես նկարագրել է նաև իմ գրքում հատուկ գլուխ կար նրա մասին եւ ուղղակի միգուցե հիշեցնեմ որոշ դրվագներ, երբ ընտրվեց իշխանության եկավ Էրդողանի կուսակցությունը, այն ժամանակ արտգոտնախարարը Աբդուլլա Գյուլն էր։ Եվ առաջի հանդիպումը անմիջապես իշխանության գալուց հետո Վարդան Օսկանյանի հետ բովանդակությունը հետևյալն էր։ Մենք բոլոր հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք եւ Հայաստանի հետ սկսելու ենք առանց նախապայմանների։ Որտեղ մեր մոտեցումը հետևյալն էր։ Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հարաբերությունների հետ, Ադրբեջանի հետ։ Այո։ Սա էր։ Օսկանյանը այն ժամանակ շատ ոգևորված զանգեց, ինձ ասաց, որ այսպիսի բան կա, սա շրջադարձային ուղղակի փոփոխություն է մոտեցման։ Ես ասացի ուղղակի հետևյալը Օսկանյանին, որ շատ լավ է, եթե այդպես է, բայց կարծում եմ նորեն դեռ իրենց հայեցակարգը արտաքին հարաբերությունների չեն մշակել եւ ավելի շատ ասենց թարմ իշխանության եկած մարդկանց մոտեցումն է։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը թույլ է տալու։ Ու չեմ կարծում, որ դա լինելու է, դրա համար հրապարակային մի դարձրու այդ հանգամանքը, բայց շարունակեք բանակցությունները։ Ուրեմն երկրորդ անգամ երբ հանդիպեցին մոտ 2 ամիս հետո, 2-3 ամիս հետո միջազգային ֆորումների շրջանակներում էր շատ ավելի ուրիշ ձև էր, արդեն Գյուլը ասաց, գիտես վիճակը ավելի բարդ է, մենք ասենց գերագնահատեցինք, այսպես ասենք, մեր հնարավորությունները, օպտիմիզմը, հա, միգուցե ինչ որ քայլեր կամաց փոքր քայլերով եւ այլ, Օսկանյանին զանգեց, ասաց, բա սենց է, ասի Վարդան, երրորդ անգամ ավելի վատ է։ Ոնց որ լրիվ զրոյական էջին են գալու, երրորդ հանդիպման ժամանակ եկել ենք ճիշտ այն կետը, որից սկսում էինք։ Եվ ինձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից։